Ողջույն բոլորին եւ բարի վերադարձ իմ Ալիկ։ Ինչպես կարող եք նկատել, շատ բան չի փոխվել անցյալ վիդեոից, քանի որ երկու վիդեո մեկ օրվա մեջ եմ փորձում նկարել, այնպես որ ուշադրություն չենք դարձնում վիդեոների նմանությանը, խոսելու ենք նոր թեմայի մասին։ Այս անգամ խոսելու եմ Կորեայում ապրելիս ինձ հանդիպած դժվարությունների մասին։ Կորեայում ապրելու սովորելը միշտ եղել է եւ կլինի իմ կյանքի ամենավառ հիշողություններից մեկը, բայց միշտ չէ, որ ամեն ինչ հեշտ է եղել։ Երբ օտար երկրում մենակ ես ապրում, բավականին շատ դժվարությունների ես բախվում։ Ինչպես դες շատերն արդեն գիտեն, ես Կորեայում ապրելու եւ սովորելու ժամանակ ստացել եմ կրթաթոշակ, որն էլ հոգում էր Կորեայում իմ բոլոր ֆինանսական կարիքները։ Անկեղծ ասած, սովորելու ընթացքում դժվարությունները շատ չի զգացվում, քանի որ դուք ամեն ամիս ստանում եք ձեր կրթաթոշակը, ինչ որ հատուկ վճարումներ կատարելու կարիք չկա, եթե իհարկե տուն չեք վարձել, եւ ձեր միակ գործն ու դժվարությունը սովորելն է եւ համալսարանը ավարտելը։ Իհարկե չեմ ասում, որ սա հեշտ բան է, բայց շատ այլ բաների հետ համեմատած այդքան էլ դժվար չէ։ Հիմնական դժվարություններին բախվում եք համալսարանը ավարտելուց հետո։ Այսպիսով, առաջին դժվարությունը, եթե համալսարանը ավարտելուց հետո պլանավորում եք մնալ Կորեայում եւ ապրել, առաջին եւ ամենակարևոր բանը, որ պետք է անեք, դա աշխատանք գտնելն է, որպեսզի կարողանաք ձեր մնալու վիզան երկարացնել եւ որպեսզի կարողանաք ձեր ծախսերը հոգալ։ Կորեայում աշխատանքի ընդունվելը բավականին բարդ է, քանի որ գրեթե բոլոր ոլորտներում մրցակցությունը շատ բարձր է։ Բայց եկեք պատկերացնենք, որ ձեզ հաջողվել է աշխատանք գտնել եւ առաջին դժվարությունը հաղթահարել եք։ Հաջորդ դժվարությունն այն է, որ քանի որ Կորեան բավականին թանկ երկիր է, միջին աշխատավարձ ստանալու դեպքում այնքան հարկեր ու վճարումներ են անում, որ եթե ցանկանում եք գումար խնայել, դա այդքան էլ հեշտ բան չի։ Հիմնական վճարումներից մեկը իհարկե դա տան վարձն է, որը եթե դուք Սեուլում եք ապրում, ապա ամսական կվճարեք 450-ից 500,000 վոն։ Հետո կա նաև առողջության ապահովագրությունը, որը շատ կարևոր է, եւ եթե ուսանող չեք Կորեայում, ապա պետք է անպայման վճարեք կոմունալները, ուտելիքի գումար, տրանսպորտի գումար եւ այլ ծախսեր։ Այս ամենը միասին եթե հաշվենք, խնայելու գումար գրեթե չի մնում։ Հաջորդ դժվարությունը Կորեայում մենակ ապրելիս հիվանդանալն է։ Աստված չանի Կորեայում հիվանդանաք եւ հիվանդանոցի հետ գործ ունենաք։ Հիվանդանոցներում ամեն ինչ անասելի թանկ է, հատկապես եթե անունով ու հայտնի հիվանդանոց է։ Եվ բացի այդ, հենց ինքս իմ տեսածով էլ կարող եմ օրինակ բերել, իմ ընկերներից մեկը առողջական խնդիրներ ուներ եւ դա շատ վախենալու էր, քանի որ ոչ ոք չկար, որ գոնե խնամեր իրեն։ Եվ չնայած այն փաստին, որ մենք ընկերներով երբ որ կարողանում ենք այցելում էինք իրեն, փորձում էինք օգնել, երբ որ պատկերացնում ես, որ իր փոխարեն կարող ես դու լինել, հասկանում ես, թե ինչքան դժվար է օտար երկրում մենակ ապրելը։ Հաջորդ դժվարությունը Կորեայում ապրելիս մենակության զգացողությունն է։ Շատ օտարերկրացիներ Կորեա տեղափոխվելիս փորձում են կորեացի ընկերներ ձեռք բերել, բայց հազվադեպ եւ շատ քիչ դեպքերում է, որ կորեացիները օտարերկրացիների հետ մտերմանում են ու մտերիմ ընկերներ են դառնում։ Ասեմ ավելին, օտարերկրացիները հիմնականում իրար հետ են ընկերանում ու մտերմանում, քանի որ նույն իրավիճակում գտնվող մարդիկ իրար ավելի լավ են հասկանում։ Եվ երբ դժվար իրավիճակներ են լինում, օտարերկրացի ընկերները ավելի պատրաստական են օգնության ձեռք մեկնելու, քան կորեացի ընկերները։ Երբ համալսարանը ավարտելուց հետո ընկերների մեծ մասը հետ է վերադառնում իրենց երկիր, միանգամից զգում ես միայնություն։ Երբ արդեն սկսում ես աշխատել ու խորանում ես քո աշխատանքի մեջ, ընկերների հետ կապը պահելը ել ավելի է դժվարանում։ Իմ նախորդ վիդեոների մեջ շատ ու շատ անգամներ ասել եմ, որ Կորեայում սովորելու ժամանակ ես դժվարություններ այդքան էլ չեմ ունեցել, բայց պետք է նշեմ, որ դժվարություններից մեկը ոչ թե սովորելու առումով էր, այլ ուսանողական կյանքի հետ կապված հանրակացարանում ապրելն է։ Ես ապրել եմ երկու հանրակացարանում, առաջին հանրակացարանը ինձ համար ամենալավն էր, դրա հետ կապված ոչ մի խնդիր չի եղել, ոչ մի բողոք չեմ ունեցել, իսկ երբ արդեն տեղափոխվեցի երկրորդ հանրակացարանը, այստեղ արդեն սկսեցին խնդիրներն ու դժվարությունները։ Երկրորդ հանրակացարանը մեկ սենյակ էր 4 հոգու համար, այսինքն 4 հոգի ապրում են մեկ սենյակում։ 4 անծանոթ մարդու հետ մեկ սենյակում ապրելը շատ դժվար է։ Ես ապրում էի 3 կորեացի աղջիկների, ուսանողների հետ եւ մենք իհարկե կանոններ էինք մտածել, որոշել ենք ինչ կարելի անել, ինչ չի կարելի անել, բայց մի որոշ ժամանակ անց ոչ ոք էլ այդ կանոններին չէր հետևում եւ այդտեղից արդեն դժվարությունները սկսում են։ Բավականին դժվար է մեկ անծանոթ մարդու հետ ապրելը նույն սենյակում, ել չեմ ասում 3 անծանոթ մարդու հետ ապրելը, իհարկե բնավորությունները չէին համապատասխանում, մեր գրաֆիկները չէին համապատասխանում, երբ որ մեկը արդեն քնած էր, մյուսը նոր գալիս էր տուն, երբ որ մեկը պետք է գնար դասի, համալսարան, մնացածը դեռ քնած էին, մի խոսքով։ Ինչքան էլ որ փորձում էին անաղմուկ դուրս գալ, միևնույն է, դղկոց, շղկոց նման ձայներ էր դուրս գալիս, մի խոսքով ամենադժվար
պահերից մեկը երևի համալսարանական կյանքի ինձ համար եղել է հանրակացանում մեկ սենյակում 4 հոգով մնալը։ Դե ինչ, հուսամ հետաքրքիր վիդեո ստացվեց, անպայման մեկնաբանություններում թողեք ձեր կարծիքը։ Մենք կհանդիպենք հաջորդ անգամ։ Bye bye։